Հանրապետական եւ Երևանի ավագանու ընտրությունները post factum պետական կառույցների եւ Եվրամիության դեսպանության օրակարգում են։ Դեսպան Սվիտարսկին համարում է, որ խորհրդարանական ընտրությունները տեղամասերում եղել են արդար, սակայն կարիք կա ուշադրություն դարձնել տեղամասերից դուրս տեղի ունեցող իրադարձություններին։ Երբ խոսում ենք ընտրատարածքներում գործընթացի արդար լինելու մասին, քվեատուփերի մասին, ազգային ժողովի ընտրությունների մասին, որոնցից հետո հնչեցին մի շարք հայտարարություններ, մենք վստահ ենք, որ ընտրատեղամասերում գործընթացը լինում է արդար, բայց պետք է մենք ուշադրություն դարձնենք, թե ինչ է տեղի ունենում ընտրատեղամասից դուրս։ Եվրամիության դեսպանը հատկապես կարևորեց ընտրական օրենսգրքի փոփոխությունների փուլում ընդդիմության եւ իշխանության միջև ձեռք բերված կոնսենսուսը, երբ ընդդիմության առաջարկները ընդունեց իշխանությունը։ Սակայն կային կետեր, որոնք վերանայման ու քննարկումների կարիք ունեն։ Դրանցից մեկն ըստ դեսպանի ռեյթինգային քվեակարգն է, մյուսը կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը։ Հայաստանում տեսանք, որ կարևոր է հաստատությունների արժանահավատությունը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը աշխատեց արդյունավետ եւ ուզում եմ հրապարակավ հայտարարել կենտրոնական ընտրական հանձնաժողովի արդյունավետ աշխատանքի մասին, բայց խնդիրը միայն արդյունավետությունը չէ, այլև արժանահավատությունը։ Խոսքը ընկալման մասին է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմում պետք է փոփոխություն տեղի ունենա։ Իմ խորհուրդն է, մտածեք, թե ինչպես կարող է կենտրոնական ընտրական հանձնաժողովը դարձնել հանրային վստահությունը վայելող կառույց։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմի փոփոխության եւ ավելի վստահելի դարձնելու պնդմանը ի պատասխան Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ տարածքային մարմինների կազմը լրացնելու համար հայտարարություններ են տեղադրել եւ քաղաքասարակության ներկայացուցիչները չեն ցանկացել ներգրավվել ու ներսից աշխատել։ Նախընտրել են կողքից դիտողի ու քննադատողի կարգավիճակը։ Եթե կար այդ անկեղծությունը օգնելու, աջակցելու, աշխատելու, ինչու չկային դիմումներ, ինչու չէին ցանկանում ներգրավվել եւ աշխատել այդ նույն տարածքային ընտրական հանձնաժողովներում, ոչ թե կողքից քննադատելու, ոչ թե կողքից չտեսնելու, այլ հենց մեջից գալու, աշխատելու։ Տիգրան Մուկուչյանը պարզաբանեց, որ ընտրական օրենսգրքի ընդունումը Հայաստանում ընտրական նոր մշակույթի մեկնարկ էր։ Առաջին անգամ կարևորագույն հարցերի վերաբերյալ եղան կոնսենսուսային լուծումներ։ Ընտրական օրենսգրքով հնարավորություն տրվեց ընտրողների ցուցակները ներբեռնել, քվեարկության մասնակիցների վերաբերյալ տվյալներ ստանալ, տեսալուսանկարահանել, գործընթացը էլեկտրոնային սարքերով քվեարկել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պնդմամբ չկա այլ ընտրական օրենսգիրք, որտեղ այս բոլոր գործառույթները իրականացնեն միասին։ Շեշտադրում անել 1.5% խափանումների դեպքերի վրա, քան թե խոսել 99% ձեռքբերման մասին, սա կարծում եմ ուղղակիորեն ծայրահեղացված մոտեցումներ են եւ արդյունքը չտեսնելու։ Տիգրան Մուկուչյանը խոսքը հիմնավորեց հետընտրական հանգիստ շրջանով եւ եվրոպացի գործընկերների ուշադրությունը հրավիրեց անվավեր քվեաթերթիկների աննախադեպ քիչ քանակի վրա։ Այն դեպքում, երբ առաջին անգամ էլեկտրոնային սարքերը կիրառվեցին առանց փորձարկման։ Զորապ Հավրյան, Արաշ Աբազյան, ժամը լրատվական։